Հնագույն հիշատակումը հայ ազգի։ Դες հիմա հայ աստվածն է, ասում ենք հայ աստված, Աստծո ստեղծած ուրեմն ազգ է, ժողովուրդն է։ Հայ Աստծո, որը անունը վրան է արդեն։ Ինչպես իմ սիրելի Ներսես Վիրապյանն է ասում, հայ աստվածը ստեղծել է այդ ազգանունը հայտնվել է, ինչ կուզեք ասկերիած։ Հիմա ամենահնագույն հիշատակությունը, որպես այդ ազգի, այդտեղ ապրող ազգի, որպես այդտեղ ապրող երկրի ժողովրդի։ Ասեմ, մենք ունենք երրորդ հազարամյակից եւ հենց այդ շրջանից է նաեւ հայա աստվածը ուղղակի որպեսի մենակ չլինի այսպես շեշտադրմամբ, ասենք որ շումերական աղբյուրներում այլ անուններով եւս հայտնի էր, ասենք Էնքի, որ նշանակում է տիրակալ երկրի կամ Նուդինմուդ, որը թարգմանվում է արարիչ, արարչագործ, եւ ուրիշ էլի անուններով, պատվանուններով, մագդիրներով։ Իսկ կոնկրետ ժողովրդի հայա կոչվող ժողովրդի եւ հայայի որդիների մասին մենք երրորդ հազարամյակում ունենք արդեն իսկ որոշակիորեն վկայված եւ ցավոք սրտի մեր ժողովուրդը կորցրեց հիշողությունը հայ Աստծո մասին նրա անունն էլ եւ պահպանեց միայն նրա որդու անունը։ Մենք հայկից ենք սերում։ Իսկ հայկը հենց ինքը այլ բան չի նշանակում, քան հայայի որդի։ Հայայի ներկայացուցիչ։ Դումուզին որտեղ է տեղավորվում այդտեղ։ Դումուզին ինքը հենց հայկն է։ Հայկն է։ Դումուզին, որովհետև հունական աղբյուրներում հայտնի հենց Օրիոն, իսկ մենք գիտենք Օրիոնը հենց Աստվածաշնչի թարգմանություններում։ Օրիոնը, որ նույն հայկն է։ Եվ հենց Արատտայի հովանավորը 28-րդ դարում մենք ունենք վկայված։ Հայոց երկրի հովանավոր Աստվածը հայկն էր։ Ուրեմն հնագույն հիշատակությունը 2700 տարի Քրիստոսից առաջ։ Մեզանից 4700 տարի առաջ կա վկայություն այն մասին, որ այդ հայկական լեռնաշխարհում ապրում է այդ հայ ժողովուրդը, հայ ազգը։ Կա որոշակիորեն, ընդ որում որը չի ընդհատվում, այս շատ կարևոր է։ Չի ընդհատվում եւ հետագայում պահվում է, ասենք 24-23-րդ դարերում հյուսիսսիրիական Էբլա քաղաք-պետության արխիվներում հիշատակվում են հենց հայայի որդիները։ Հենց Էձեով հայայի որդիները, որոնք տարբեր տեսակի հարաբերությունների մեջ էին Էբլայի հետ։ Եվ էլի այսպես բազմաթիվ եւ Արատտան չի ընդհատվում հանձին Արարատի, որ շարունակվում է։ Հայան Հայաստան է դառնում, մինչև այդ խեթական աղբյուրներում երկրորդ հազարամյակում խեթական աղբյուրներում հայան Հայասա է եւ Հայաստան է։ Արմանը երրորդ հազարամյակում Արման երկիրը Արմանի Արմենիա մինչև այսօր։ Այսպես երրորդ հազարամյակի առաջին կեսից մենք ունենք մեր պատմության անընդհատությունը մինչև այսօր։ Մեր ցեղանունների արձանագրմամբ։ Ինչը կարծում եմ շատ խոսուն այսպես երևույթ է եւ որևէ փաստ չի կարող անտեսվել այս համակարգում։